Ցանկացած մարդկային արարած, լինի նա հայ կամ այլազգի ներկայացուցիչ, լինի տղամարդ թե կին, ծնված լինի Հայաստանում թե դրա սահմաններից դուրս, պետք է ապրի հավասարության մեջ եւ հավասար լինի իր ծավալած գործունեության մեջ, ոչ ոք իրավունք չունի հպատակեցնելու այլ մարդկանց։ Էս էիր ուզում, հա? Էս էիր ուզում։ Պապան միշտ խփում էր մամային, գոռում էր վրա, ես էլ շատ էի վախենում, չէի իմանում ինչ անել։ Ամուսնությունը վավերական չէ, եթե հիմնված է բռնության վրա։ Դավիթ Ալավկաորդու կանոններ։ Կնիկը չպետք է աշխատի, էլի տղամարդ, որ թողնի կնգան աշխատի։ Ասեցի չես աշխատելու։ Ախր դավաճանելիս մտքովս չանցավ, որ կնոջս նվեր սեռավարակ կբերեմ։ Եթե այրն իր կնոջը անընդհատ, հետևողականորեն անարգի, եթե խորտ կա նրանց միջև եւ այդ բանի համար են իրար անարգում, ապա դատաստան լինի։ Եթե առանց երկյուղ ունենալու այրն իր կնոջը հարկադրի, ձեռքը կոտրի կամ աչքը հանի, կամ ատամը կամ ոտքը կոտրի, նրանից վերցնե 2000 դրամ արծաթ։ Իսկ եթե այրը կրկին աներկյուղ նույն կերպով կամենավարվել իր կնոջ հետ, ապա բաժանել նրանց, որպեսզի թե սպանություն չլինի։ Մխիթար Գոշ, դատաստանագիրք։ Ես պատրաստում եմ, խնամում երեխաներիս, լվանում, արդուկում, մաքրում, հավաքում ու կարում ու միևնույն ժամանակ կրում վիրավորանքներ, ստորացում ու անարգում ամուսնուս կողմից։ Երբ փոքր էի, կարևոր որոշումները կայացնում էր հայրս։ Հետո երբ ամուսնացա, ամուսինս էր որոշում ամեն ինչին փոխարեն։ Հիմա էլ, երբ հասուն կին եմ, տղաս է անընդմեջ ցուցումներ տալիս։ Երկու մեծապես հայտնի կին գրողներ Սրբուհիտ Ուսաբը, Վահանյան եւ Զապել Ասատուրը կազմեցին կանանց իրավունքների դեկլարացիա նախագիծը։ Դեկլարացիայի դրույթներն ընդգրկում էին հավասար իրավունքներ տղամարդկանց եւ կանանց համար, համայնքի գործունեության մեջ կանանց հավասար մասնակցության իրավունք, երկար բարոյախոսություն ստանդարտների վերացում, որոնցից ամուսնական կյանքում օգտվում են տղամարդիկ եւ այլն։